Եսա բայց մի հատ էլ ստեղ երևաց ցոգոլ, հա։ Հա։ Մի հատ այն մեկը կարող եք նկարել։ Մի հատ ցույց տվեք, թող այն նկարի, որ ծառի վրա մեկն է։ Ման են գալի որ գտնենք էլի, բայց այնքան բերքեր էսի բռնում որ էլ չասած։ Այս ճյուղերը սենց իշնում էր։ Սարգիս Ղազարյանի ծիրանի այգում ենք։ Արարատի մարզի Սուրենավան գյուղի ծիրանն այս տարի ոչ շուտ հասավ, ոչ էլ շատ է։ Այգեգործ Սարգիս Ղազարյանի խոսքով Արարատյան դաշտի շատ այգիներում իրավիճակը նման է։ Ծիրանը շատ քիչ է։ Մամա, բա բերք չնես եկա ճյուղին։ Մի հատ ցոգոլ կա։ Ինչ անես։ Ծիրանի բերքը եղել է տենց, բավականին եղել է, բայց այս տարի շատ ավելի պակաս եղավ, որովհետև անդադ անձրևներ եղավ, հետաքրքիր է, որ ես մեր տարածաշրջանում ուրեմն հենց ծիրանի ծաղկումը, ոնց որ Աստվածը լնդից է նայում, ես ծաղկեց, անձրևներ է ուղարկում։ Այդ անձրևներից փոշոտում չեղավ։ Թապարզա սորտը, եթե նայեք, բերքը շատ է, բայց դա բերքը շատ է, բայց դա էսի շուկայի բան չի, մարդիկ առնում են չրի համար կամ տենց ուտելու համար են էսի առնում։ Սարգիս Ղազարյանը նշում է, որ այս օրերին արդեն ծառերի վրա ծիրան չպետք է լիներ։ Բերքը վաղուց պետք է հասած իրացված լիներ, բայց ծիրանի քաղն էլ չեն սկսել, մեկ շաբաթից։ Գրեթե մայիսի 20-ը, մայիսի վերջից մենք վաղահաս ծիրանը մենք քաղում ենք արդեն, մինչև ամսի հունիսի մինչև 10-ն էլ արդեն ֆուրեր էին գալի, մենք բերքավակ էինք անում, իսկ այս տարվա մասին խոսք չկա, ինչ ֆուր, ինչ շուկա, որևէ ծիրան չի քաղում, որովհետև ոչ մի ծիրան չի ասի, բացի շատ վաղահասից, որ առիթ կլինի ցույց կտամ, այն որ կարմիր գույնի է այդ ծիրանները, Եվրոպայում էդի լավ խնդիր է, շուկայում լավ գնում է, բայց մեր պայմաններում էդի որ աշկերտ փակած ուտես այդ ծիրանը, չես զգա որ դու ծիրան ես ուտում, որովհետև այդ ծիրանի համը հոտը չունի էդի։ Սարգիս Ղազարյանը երկար տարիներ Սուրենավանի գյուղատնտեսն է եղել։ Գյուղացիներին մինչև հիմա օգնում է լավ բերք ստանալու հարցում, բայց եղանակի դեմ անզոր է։ Ասում է գյուղացին հույսով է ապրում, հույսը մյուս տարվա բարեհաճությունն է։ Այս մեր ժողովուրդը մենք սպասում ենք, որ գոնե այս բերքը, գոնե այս քիչ բերքը որոշակի գնով գնա էլի։ Հա, որոշակի գին ունենա, որ գոնե մարդիկ այդ ծախսերը, որ անում են այս ծիրանանոցի վրա, գոնե դա դուրս գա։ Գյուղացիները հույս ունեն, որ գոնե քիչ բերքը կվաճառվի արժանապատիվ գնով, որպեսզի կարողանան փոխհատուցել կատարված ծախսերը, ջրումը, այգիների մշակումը, հիվանդությունների դեմ պայքարը։ Գյուղատնտեսի խոսքով ներկա սահմանափակումների պարագայում, եթե այս տարի առատ բերք լիներ, գյուղացիները կարող էին լուրջ խնդիրների առաջ կանգնել իրացման հարցում, իսկ սահմանափակ բերքի պարագայում գոնե եղածը հնարավոր կլինի վաճառել ներսի շուկայում։ Դրականն է նա, որ գոնե այս համարափակումները կա, բերքն էլ քիչ է, մարդը շատ չի տանջվի, շատ չի մտահոգվի այդքան էլի, հա, գոնե եղածը կիրացնի իսկապես։ Իրան գոնե լավ կզգա էլի։ Իսկ եթե առատ բերք բռներ, ես չգիտեմ թե այդ մարդկանց վիճակը ոնց կլներ, դրանց հոգեկանը շատ դժվար կլներ։ Արարատյան դաշտի ծիրանի այգիներում այս օրերին մարդ չեք հանդիպի, բոլոր անհրաժեշտ գործերը արված են, սպասում են բերքը հասնի և առանց շատ լուրջ ֆինանսական կորուստների այն իրացնեն։